Հարգելի ուչեր դասանցիներ, մենք շարունակում ենք ագրեգատային վիճակների թեման, այսօր կուսումնասիրենք ևս մի փոփոխության մասին, երբ որ հեղուկ ագրեգատային վիճակից նյութը անցնում է ուրեմն գազային ագրեգատային վիճակի։ Ընդհանրապես ասած, սա նույն երևույթն է, ոնց որ ասենք, երբ որ մարմինը պինդ վիճակից անցնում է հեղուկ ագրեգատային վիճակի։ Ուրեմն, պարագրաֆ 53 շոգեգոյացման համար անհրաժեշտ ջերմաքանակը, շոգեգոյացման տեսակարար ջերմություն։ Նույն ես այստեղ ջերմություն բառը չեմ ընդունում, որովհետև ջերմությունը նշում է ջերմաքանակ։ Եվ որ մենք ասում ենք ջերմություն տվեք ինչ-որ մարմնի, դա նշանակում է ջերմաքանակ հաղորդեց ինչ-որ մարմնի։ Պետք է ասել ջերմնակություն։ Նո ես ջերմնակության մասին այստեղ բացատրություն կտամ հիմա։ Նու մենք ուսումնասիրել էինք, թե ինչ է իրենից ներկայացնում տեսակարար ջերմնակությունները, ջերմնակությունը եւ այստեղ ներկայացված է այն ուրեմն աղյուսակը, որտեղ ցույց է տրված, թե որ նյութը ինչ տեսակարար ջերմնակություն ունի։ Նու այստեղ վերցված է իհարկե 760 մմ սնդիկի սյան պայմաններում։ Ճնշումը պետք է լինի նորմալ ճնշում, այսինքն ծովի մակերևույթի ճնշումը։ Ունակություն հասկացողությունը ես որոշեցի սահմանել։ Հակառակ դեպքում մենք ջերմնակություն եւ ջերմություն բառերը կխառնենք իրար, սրանք տարբեր հասկացողություններ են։ Ուրեմն ունակությունը համեմատվում է մարմնի հատկանիշի հետ։ Օրինակ, մարդու մոտ կան վարպետության ունակություններ, մինչդեռ հատկանիշներ ունեն նաև մարմինները, օրինակ ջերմության նկատմամբ ունակություն ունի մարմինը։ Դա նշանակում է նա կարող է ջերմություն ընդունել եւ ջերմություն հաղորդել, այսինքն ջերմաքանակ ընդունել եւ ջերմաքանակ հաղորդել, որի պատճառով մտցվել է ջերմնակություն գաղափարը։ Ունակությունը ուրիշ է, ուրեմն ջերմությունը ուրիշ է։ Ընդհանրապես ֆիզիկայում կարևոր են բառերի ընտրությունները, որովհետև եթե ես մեր դասընթացի սկզբում բացատրել է, թե ինչ է նշանակում բառերի ընտրությունները, եթե մենք բառերը չենք սահմանում, ապա մենք սխալ նախադասություններ ենք ունենում, որի պատճառով մենք դիմացինին չենք հասկանում։ Օրինակ, ինչքան ջերմություն տվեցինք մարմնին, նշանակում է ինչքան ջերմաքանակ հաղորդեցինք մարմնին։ Հասկանալի է, ջերմություն եւ ջերմաքանակ հասկացությունները տարբեր հասկացություններ են։ Նու մենք ուսումնասիրեցինք, ինչ ուսումնասիրեցինք, որ մարմինը պինդ վիճակից, երբ որ անցնում է հեղուկ վիճակի, նա որոշ ժամանակ կլանում է ջերմության քանակ, բայց իր ջերմաստիճանը չի բարձրանում։ Նու մենք դա ուսումնասիրեցինք ջրի ուրեմն միջոցով, ջուր նյութի միջոցով տարբեր ագրեգատային վիճակներում, ասենք պինդ վիճակում եւ հեղուկ վիճակում, ջուրը պինդ վիճակում տաքացնում էինք, նա իր ջերմաստիճանը որոշ ժամանակ չէր բարձրացնում
Եվ այդ ընկալած ջերմության քանակը, որն անհրաժեշտ էր պինդ վիճակից հեղուկ վիճակի անցնելու համար, մենք անվանեցինք տեսակարար հալման տեսակարար ջերմնակություն եւ նշանակեցինք լյամդա տառով, ինչպես ներկայացված է այստեղ լյամդան հավասար է q-ն բաժանած m-ի, որտեղ q-ն այն ջերմականակն է, որպեսզի 1 կիլոգրամ մարմինը պինդ վիճակից անցնի հեղուկ վիճակի։ Այս նույն երևույթը տեղի է ունենում նաև ոչ միայն ուրեմն պինդ վիճակից հեղուկ վիճակի անցնելու ժամանակ, այլ հեղուկ վիճակից գազային վիճակի անցնելու ժամանակ։ Ենթադրենք մենք ունենք ստեղ վերևի ձախ կողմի նկարում տեն հավասար է 80 աստիճան ցելսիուսի ջուր, 1 կիլոգրամ ջուր ասենք թե։ Եվ մենք տաքացնում ենք, տաքացնելուց նա ուրեմն գոլորշի անում է, վերահացում գազային վիճակի։ Այդ տաքացնելու ժամանակ ուրեմն նրա ջերմաստիճանը չի բարձրանում, մնում է 100 աստիճան 760 մմ սնդիկիսյան պայմաններում։ Այդ ջերմության քանակը, որ նա անհրաժեշտ է 1 կիլոգրամ հեղուկ նյութը գազային վիճակի անցնելու համար, մենք անվանեցինք ուրեմն նյութի եռման տեսակարար ջերմնակություն կամ շոգեգոյացման տեսակարար ջերմնակություն։ Ես եռման եմ ասում, որովհետև ընդեղ ասել ենք հալման տեսակարար ջերմնակություն, այստեղ էլ թող լինի եռման տեսակարար ջերմնակություն։ Կարող ենք շոգեգոյացման տեսակարար ջերմնակություն անվանել։ Տարբերություն չեմ գտնում, պարզապես պետք է ընկալել բառի էությունը, իսկությունը, բացատրությունը։ Մեր հայկական ուրեմն բառերի բացատրությունները տրված են ուրեմն բացատրական բառարանում, դա մի քանի հատոր է, բայց մենք ամբողջը չենք կարող ասենք կարդալ, բայց կարող եք այնտեղ նայել, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ բառի նշանակությունը։ 123-րդ գաղափար շոգեգոյացման եռման տեսակարար ջերմնակություն, շոգեգոյացման կամ եռման։ Ես փակագծերի մեջ եմ վերցրել, որովհետև դա ես եմ այդպես անվանում։ Ջերմության քանակ եռման ջերմաստիճանում այս երկու պայմանը պետք է վերցնել, որպեսզի բացատրենք, թե ինչ է տեսակարար շոգեգոյացման տեսակարար կամ եռման տեսակարար ջերմնակությունը, որն անհրաժեշտ է 1 մթնոլորտ ճնշման տակ, որը 760 մմ սնդիկիսյան դեպքում 1 կիլոգրամ նյութը հեղուկից գոլորշու վերածելու համար։ Սա է ուրեմն գաղափարը, չնայած ձեր գրքում ներկայացված է մեկ այլ տեսքով, թե ինչ է իրենից ներկայացնում, ուրեմն եռման տեսակարար ջերմնակությունը, այնուամենայնիվ սա էլ իմ բացատրությունն է, թե ինչ է նշանակում եռման շոգեգոյացման տեսակարար ջերմնակություն։ Այստեղ տրված են շոգեգոյացման համար անհրաժեշտ տեսակարար ջերմնակությունները։ Ջրի համար այստեղ գրված է 226 անգամ 16 աստիճան։ Դա նշանակում է 16-ը դա միլիոնն է, միլիոն ջոուլ, 2.26 միլիոն ջոուլ, այսինքն 2 միլիոն 260 հազար ջոուլ, այդքան էներգիա է անհրաժեշտ, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից վերածվի գոլորշի վիճակի կամ շոգեգոյանա, դառնա ուրեմն գազային նյութ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ 6 աստիճանի կարգի է,
Իսկ մեր մյուս հարման ժամանակ, հարման տեսակարար ջերմնակությունը մենք տեսնում ենք սառույցի մոտ 3.4 անգամ 15 աստիճան, այսինքն դա նշանակում է, որ եթե ես 22.6 անգամ 15-ը ջրի համար բաժանենք 3.4 անգամ 15 աստիճան, դա մոտավորապես 5-ի է 7-ի է հավասարում, այսինքն 7 անգամ հարման տեսակարար ջերմնակությունը ավելի փոքր է, քան շոգեգոյացման տեսակարար ջերմնակությունը միևնույն նյութի համար, ջրի համար, այսինքն դա ինչ է նշանակում, որ գոլորշու էներգիան շատ մեծ է, շատ մեծ է, գոլորշու էներգիան օգտագործում են օրինակ շոգեքարշերում, շոգեքարշերը գոլորշու էներգիայով են աշխատում, այսինքն այդ գնացները որ կան գոլորշու էներգիայով աշխատող գնացներ, գոլորշու էներգիայով աշխատում են նաև տուրբինները, մենք այստեղ ծանոթացանք ևս մեկ ուրեմն ֆիզիկական մեծության հետ, որը կոչվում է եռման տեսակարար ջերմնակություն կամ շոգեգոյացման տեսակարար ջերմնակություն, այդ շոգեգոյացման տեսակարար ջերմնակությունը նշանակեցինք ER տառով, որը նույն ձևով չափվում է ինչպես հարման տեսակարար ջերմնակությունը ջոուլը բաժնած կիլոգրամի, այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։